Ժողջան բարելույս, հունիսի 10-ն է այսօր, երեք խոսում էինք, որ պետքա բարձրանա, որովհետև այս մոմիկն է փակել եւ այլն, ու պարզվում է ինչ, բարձրացավ, շատ լավ է, եկեք շարունակենք տեսնել ինչա շուկան մեզ ասում։ Ոչ թե ինքը բարձրացավ, այլ շատ բարձրացավ, որովհետև ինքը անկեղծ ասած այսքան բարձրանալու նպատակը չհասկացավ ոնց որտեղից եղավ, բայց ունենք այն ինչ ունենք, հավանաբար ուղղակի այս ռեակցիան ա եղել, որ 100,000-ից հիմնականում շատ մեծ գնումա տեղի ունեցել, որից հետո գինը բրդելա դեպի վերև։ Հիմա տեսեք, սա մենք երեք դիտարկեցինք ու տեսանք, որ ինքը բարձրանալու է, շատ լավ է։ Հիմա տեսեք, այս մոմը որ ունենք, այս մոմի ուրեմն մարմինը այստեղից, այս հատվածը, որը որ պոչերով եւ այլն հանդերձ եկել է փակել է, այսինքն ուժգնություն է ցուցադրում ու ես կարծում շատ մեծ պոտենցիալ կա, որ շարունակելու է վերև նույնիսկ all time high միգուցե լինի։ Ինձ համար սա շատ գրավիչ setup է, որովհետև տեսեք ինչա կատարվում։ Մեզ մոտ բոլոր գրաֆիկաները ցույց է տալիս դեպի վերև, մի ժամ 4 ժամանոցը մի հատ retracement է ուզում անի, ու այս retracement-ը ես նույնպես ուզում եմ օգտագործեմ, ինչ եմ ուզում անեմ, տեսեք, ես այստեղ տեսնում հետևյալը 15 րոպեանոց գրաֆիկայի մեջ, սենց, ուրեմն այսա, այստեղ, okay, որը որ 108,800-ի սահմաններում կարելի է համենայն դեպս ես այդպես եմ անելու, առնելու եմ bitcoin կամ մնացած altcoin-ները, top altcoin-ները կլինեն ու զուտ սպասելու եմ, որ ինքը ռեակցիա տա։ Միգուցե սա չպահի ուզենա շուկան մաքրվի նոր բարձրանա, հնարավոր է։ Մեկ ժամանոցի մեջ արդեն տեսեք ուրիշ պատկեր ունենք, այստեղ նույնպես ինքը հետաքրքիր մակարդակ է, այսինքն եթե սա չպահի, որը որ խիստ կասկածում եմ, պատճառ չունի չպահելու, բավականին այտենց շատ բարձր ճնշում ունի էլի դեպի վերև, այդ դեպքում ես հաստատ պահելու է։ Ինչի համար եմ ասում, որովհետև նույնիսկ երբ որ trend line-ով քաշում ենք, trend line-ը քաշում ենք, տեսեք ինքը ինչքան էլ իջնի, զուտ իր ժամանակային հատվածով գալու է այս հատվածում կանգ առնի, եթե ջարդի դեպի ներքև, արդեն պետք է մի հատ նորից վերանայենք ու հասկանանք պատճառը որն էր, բայց այս պայդրությամբ այն ինչը որ տեսնում եմ, շատ ռեալ տեսնում եմ, որ այս մակարդակն ու այս մակարդակը շատ ուժեղ առնելու մակարդակներ են։ Ինչ կարող եք անել, կարող եք նայել RSI-ը 15 րոպեանոց, երևի ավելի շուտ, տեսնեք, երբ որ 30-ին կպնում է կամ 30-ին մոտ է պլյուս մինուս, այդտեղ նույնպես առնեք ու նույն տրամաբանությամբ կարելի է արդեն ուրիշ coin-երի trade անել, որը որ օրինակ չգիտեմ, Dogecoin-ը դիտարկենք, այո, Dogecoin-ն էլ շատ հետաքրքիր մակարդակ ունի այստեղ, այս հատվածում, փոքր մակարդակ է, բայց շատ հզոր մակարդակ է, ու այստեղ մեկը 4-ին մեկը 5-ին risk ratio ունենք, որը որ նույնպես $100 եթե գումար ռիսկի դիմես, շատ հավանական է, որ ինքը 500 կամ $400 դառնա, կամ 1000 դնես բազմապատկելու խնդիր ազգ։ Այստեղ ունենք link, link-ը օրինակ տեսեք 4 ժամանոցով բան ցույց չի տալիս, ժամանոցով նույնպես մենք ունենք այս մակարդակները ու էսի իմ ամենասիրած իրականում պատկերն է, որտեղ որ եւ շաբաթական եւ օրական, հա, մոմերը փակել են դեպի մի ուղղությամբ ու մի հատ retracement է տեղի ունենում, որ այդ retracement-ի մեջ նաեւ ներառված է supply կամ demand zone-ը, որը որ առնվազն 1:3-4 risk ratio, այսինքն ես risk եմ անում 1 ու 3-4-10-ի միջև հնարավորություն եմ եկամուտ ստանալու ու կարելի ասել հենց այսօր այդ օրն է լինելու, եթե իհարկե ոչինչ տեղի չունենա, այսինքն ինչ որ տարօրինակ նորություններ, չգիտեմ, Իրանին խփեցինք, Թրամփը ինչ որ բան խոսած եւ այլն, եթե շուկային հանգիստ թողեն, կարծում եմ ինքը ուղղակի գալու է կպնի ու բարձրանա վերև, ու եթե նկատեք բոլոր գրաֆիկաները, նույնիսկ այս AVAX-ը ինքը
այս պատկերը ունի։ Մի խոսքով, այսքանը այսօրվա համար ուշադիր եղեք, զգուշ եղեք, մի ստոպերով աշխատեք ու հուսամ լավ կստացվի։ Ձեզ լավ օր։